Ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանները, որը կազմում է մոտ 29800 քառակուսի կիլոմետր, կենսունակ տարածք չէ, որով կարող ենք լիարժեք անկախություն ունենալ։ 1921 թվականի Մոսկվայի եւ հետո Կարսի ռուս-թուրք սիոնիստական պայմանագրերում Հայաստանի սահմանները հատուկ այսքան փոքր ու հատուկ այս արհեստական կոնֆիգուրացիայով գծվեց, որպեսզի մեր տնտեսությունը ու անվտանգությունը միշտ կախված լինի դրսի ուժերից։ Այս սովետական սահմաններով Հայաստանը միայն կարող է դե յուրե անկախ լինել, բայց ոչ երբեք դե ֆակտո։ Հնարավորություն ունենք սա շտկելու 1991 թվականին, երբ արհեստական երրորդ հանրապետություն հռչակվելու փոխարեն առաջին հանրապետության իրավահաջորդը դառնայինք, մերժելով սովետական Հայաստանի քարտեզը։ Կարող ենք դա անել հատկապես 1994 թվականին, եթե մեր ռազմական հաղթանակը քաղաքականապես ամրագրենք թղթի վրա, բայց իհարկե դա տեղի չունեցավ, քանի որ մեր քաղաքական էլիտան ծառայում էր Կրեմլին ու նրա շահերին։ Իսկ հիմա ունենք մի ղեկավարություն, որ ըստ շատ ռուսամետ վերլուծաբանների ու քաղաքական գործիչների իբր հակառուս է ու ուզում է Հայաստանը պոկել Ռուսաստանից, մինչդեռ հեգնականորեն սրբացնում է այդ սովետական Հայաստանի քարտեզը, որպես Հայաստանի միակ իրական ու լեգիտիմ սահմանները։ Սա ամբողջությամբ հակասություն է, ինչպես նաև այն անհեթեթությունը, որ ներկայիս կառավարությունը իրենց ասածով իբր ամրացնում են մեր անկախությունը, մինչդեռ այն քարտեզն են ցույց տալիս բոլորին, որով ինչպես արդեն նշվեց, Հայաստանը չի կարող լիարժեք անկախ լինել։ Սա անելով կառավարությունը թշնամու ջրաղացին ջուր է լցնում եւ միայն ամրապնդում է ռուս-թուրք սիոնիստական պայմանագիրը ու դաշինքը։ Եթե ուզում ենք իսկապես անկախ ու հզոր պետություն ունենալ, պետք է շտկենք նախկինում կատարած սխալները եւ ճանաչենք մեր հայրենիքի իսկական սահմանները եւ ամեն ինչ անենք, որ ուժով կարողանանք այն կերտել եւ հետո դիվանագիտությամբ թղթով ամրագրել։